Այսօր խոսելու ենք գարնանային վերածննդի մասին։ Գարուն է։ Օդում, ջրում, ցամաքում ամեն տեղ մենք զգում ենք գարնանային վերածննդի հոտն ու համը։ Մենք զգում ենք վերածնունդ, վերալիցքավորում, ուժերի վերականգնում։ Ինչ գիտական ապացույցներ կան, ինչից է այդ ամենը։ Ըստ նեյրոֆիզիոլոգիայի կան ամենակիչը 3 պատճառներ։ Հենց որ լուսային օրը երկարում է 15 րոպեով, սկսվում է հիպոֆիզի լուսային հարձակում, որի արդյունքում ակտիվանում է սերոտոնինային փոթորիկը։ Սինթեզը ավելանում է 30-ից 50%-ով։ Մեր միտքն ու գիտակցությունը ապաբլոկավորվում են։ Գարնանային բույրը հույսի մասին է։ Դա գյումինի տրիումֆն է, թաց հոտի բույրը, որը մարդկության ամենահին գաղտնաբառն է, արթնացման գաղտնաբառը, որը նստած է բոլորիս գեների մեջ, շատ խորը մակարդակում։ Մենք շատ ավելի զգայուն ենք դրա նկատմամբ, քան օրինակ շնաձուկը արյան հոտի նկատմամբ։ Գարնանը մեր ուղեղը սիրահարվում է զարթոնքին։ Դոֆամինը արտադրվում է շատ ավելի ակտիվ, երբ մենք տեսնում ենք վերածննդի առաջին նշանները, օրինակ ծնծաղիկները։ Գարունը սիրո մասին է, սիրահարվելու մասին, մեզ շրջապատող բնությանը, ծաղիկներին, օդին, կանաչին։ Իսկ ինչ զգացողություններ եք դուք ունենում գարնանը։ Եկեք քննարկենք։ Это весна Маугли.